Բարի քեզ ցույց տամ, թե ինչպես փոխվեց բոդիբիլդերների մարմինը 1960 թվականից մինչև այսօր։ 1960-ականներ Լարի Սկոտ։ Նա դարձավ առաջին միստր Օլիմպիան եւ նրա բիցեպսները մինչև այսօր ամենալավերի շարքում են։ Իսկ հենց այս մարզասարքը նրա անունով է Սկոտ։ 1970-ականներ Արնոլդ Շվարցնեգեր։ Նրա կազմվածքը անկասկած ամենալավերից է եղել իր մեծ կրծքամկանի եւ ուսերի շնորհիվ։ Նրա մարզումները շատ ինտենսիվ էին, ժամանակ առ ժամանակ նա մարզում էր օրական 2 անգամ։ 1980-ականներ Լի Հենի։ Նա իր մարզումների ընթացքում ոչ թե սպանում էր մկանները, այլ իրական լարվածություն եւ ստիմուլ էր տալի մկաններին աճի համար։ 1990-ականներ Դորիան Յեյթս։ Դորիան Յեյթսը չէր անում շատ սեթեր, նրա գաղափարը սա էր. ավելի լավ է 1 սեթ անել այնքան միջով մկանները չի բարձրացնի քաշը, քան 10 կիսատ։ 2000-ականներ իհարկե անկասկած Ռոնի Կոլեման։ Նա շատ մեծ չափսեր ուներ եւ անհավանական ուժ, կատարելով լեգ պրես գրեթե 1 տոննա քաշով։ 2010-ականներ Ֆիլ Հիթ։ Նա ուներ անհավանական մեծ ուսեր եւ ձեռքեր, հիմնականում մարզվում էր մարզասարքերով եւ ոչ միշտ ծանր քաշերով։ Կենտրոնացումը դնելով նյարդամկանային կապի վրա։ 2020-ականներ Քրիս Բամստեդ։ Կլասիկ գեղեցկության վերադարձ, կենտրոնանում էր պրոգրեսիվ օվերլոդի վրա եւ իդեալական տեխնիկայի։